Եթե չենք մոռացել, երբ որ իտալացիներից փոխանցում էր ֆրանսիացիներին, այսինքն Վիոլա ընկերությանն էր փոխանցվում, հա, Երևանի ջրամատակարարումը բան, պայմանագրում կար մի կետ, որ ընկերությունը իր սակագները կբարձրացնի մինչև 2009 թվականը ներդրումների հետ կապված եւ այլ ծախսերի հետ կապված, որից հետո սակագները 2010 թվականից նա քիչ-քիչ կնվազեցնի, սակայն պարզ դարձավ, որ 2010-ին սակագները բարձրացվեցին եւ խոսակցություններ են պատտվում, որ 2011-ի մարտ-ապրիլ ամիսներին նորից սակագների, այսինքն նոր հայտ կներկայացնի հանրային ծառայությունները։ Հետաքրքիր է պայմանագրի կետերը ինչու չի պահվում եւ պետությունը, հա, հարստությունը դա հանրային հարստություն է, ջուրը, հա, եւ հետաքրքիր է, նույն ես երկրորդ հարցն տամ միանգամից, եթե չենք սխալվում 1993 թվականից, հա, թե խմելու, թե ընդհանրապես ջրային պաշարների հետ կապված քանակական եւ որակական մոնիտորինգ չի կատարվել։ Դա պարզից պարզ է, որ այդ համակարգը տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամի տարիներին փլուզվեց, ունենք մինչեւ 1993 թվականը։ Հետաքրքիր է, երբ որ այդ պաշարները, մենք չգիտենք, թե ինչ պաշարի ջուր ունենք, ինչ որակի ջուր ունենք, հա, ես առանձնացնում եմ խմելու։ Հետաքրքիր է, կոմիտեն այդ պաշարները ինչպես է առանձնացնում եւ տարեկան ունենք թիվ, թե մեր բնակչությունը ինչ պաշարի խմելու ջուր է օգտագործում։ Շնորհակալություն, շատ կարևոր հարց դուք հնչեցիք, նշելով Վիոլայի, որ 2006 թվականին ինքը ստանձնեց Երևանի ջրամատակարարման հարցը։ Պարզապես այդ ինչ որ դուք ասում եք պայմանագրով նախատեսված պարտավորությունների վերաբերյալ, դա բազային սակագնային սցենարն է, դա սակագինը չէ։ Այսինքն ինքը ինչ է, ինքը 10 տարվա համար տվել է բազային սցենար։ Իրական սակագինը ստացվում է յուրաքանչյուր տարվա համար, որը մինչև փետրվարի վերջը ինքը հայտը ներկայացնում է 4 ցուցանիշներով ճշգրտման արդյունքում։ Այսինքն դա սղաճն է, էլեկտրոէներգիայի սակագնի փոփոխությունը, դա գալիս է ինֆլյացիան եւ ջրի սպառման ծավալները։ Այս 4 ցուցանիշները բանաձև կա, այս 4 ցուցանիշները ճշգրտման արդյունքում ստացվում է արդեն սակագինը, որը դրվում է գործողության հանրային ծառայության կարգավորող հանձնաժողովի կողմից։ Հիմա սա ինչ է նշանակում, որ ընկերությունը ոչ թե դրանից դիվիդենտներ պետք է ստանա այդ սակագնից, այլ այն ինֆլյացիոն սղաճի փոփոխությունները եւ այլ գործոններով եթե գնում է թանկացումներ, որպեսզի այդ մասնավոր օպերատորը ինքը այդ վնասները չկրեր, գաղափարը դա է։ Եվ մյուսն էլ, որ ասենք, երբ որ դուք պետական ընկերությունից ձևավորում եք առևտրային մասնավոր ընկերությունից, Երևան ջուրը այսօր 100%-անոց մասնավոր ընկերություն է ի տարբերություն մյուս ընկերությունների, ապա պետք է իմանանք, որ մասնավորը ավելի հետևողական է իր ծախսերի, իր պահանջարկների եւ մյուս բոլոր հարցերում։ Եվ հիմնական սակագինը, որ այդպես որ դուք հիշատակեցիք, դա այդ 4 ցուցանիշի, այսինքն պայմանագրով նախատեսված սցենարի արդյունքում է դա ստացել։ Ոչ թե բարձրացրել է, այդ պայմանագիրը նախատեսված է բազային սցենար 4 ցուցանիշ եւ ճշգրտում։ Դա պայմանագրի լրիվ խաղի կանոններով է։ Ուրիշ բան, որ մեզ մի քիչ մենք բազային սակագինը եւ իրական սակագինը դա անդադ իրար հետ բանը, ինչ որտեղ ոչ հաջող, հա, այս համադրելով ստացվում է այնպիսի տպավորություն է թողում, որ սակագինը ի սկզբանե 10 տարվա սակագին էր սահմանը եւ այդպես է պետքա գնալ։ 10 տարվա համար որևէ մի մասնավոր ընկերություն չի կարող սակագին։ Նույնիսկ ասենք մեր ամենօրյա սնունդը, հացը, մյուս Դուք իմ հարցը սխալ եք հասկացել։ Ես ասացի 2006-ից մինչև 2009 թվականը ընկերությունը պարտավոր, այսինքն պայմանագրում նշված էր, որ քիչ-քիչ կբարձրացնի, դե 6 ամիսը մեկ, թե 4 ամիսը մեկ, բայց կբարձրացնի, կբերի, կհասցնի մի գնի, որից հետո 2010 թվականին դա ես ասուլիս էլ արեցին հենց այդ վաղ, որ հանձնել են, ես այդտեղ էլ ասես Վիոլայի ներկայացուցիչը։ Եվ բոլոր մամուլը ավելի ճշգրիտ լինելու համար 2006-ից մինչև 2009 թիվը պետք է սակագինը ոչ թե բարձրանա, այլ մնար նույնը, բազային սակագինը նույնն էր։ 2009 թվականից հետո սակագինը արդեն սկսում է բազային սակագինը նվազում էր։ Հիմնական խնդրեմը պայմանավորված է ջրի սպառման ծավալների կտրուկ անկմամբ։ Պաշարների մասին խնդրում եմ։ Պաշարների վերաբերյալ ես նորից եմ, պաշարները դա հիմնականում բնական ռեսուրս
բնապահպանության նախարարությունն է այդ ջրի ռեսուրսների պաշարների կառավարման հարցերով զբաղվում։ Մեր ջրային տնտեսությունը որպես կանոն ջուրը, ասենք, հաշվիչներից վերցնում է եւ դա արդեն իր տնտեսությունն է ձևավորում։ Իսկ պաշարների ձևավորումը, վերականգնումը դա բնապահպանության նախարարության խնդիրն է։ Բայց ես կարող եմ ասել, որ մեր պաշարները համենայն դեպս խմելու ջրամատակարարման տեսանկյունից այսօր իրենք բավարար են, որ եթե ասում եք որքան են մենք օգտագործում, ասեմ թվերը, մոտ 60 միլիոն խորանարդ մետր ջուր սպառում է Երևանում բնակչությունը, 27 միլիոն խորանարդ մետրում հայ ջերմուղի սպասարկման տարածքում եւ մոտորապես 8-9 միլիոն են 3 ռեգիոնալ ընկերություններն են սպառում ջրամատակարարման տեսանկյունից։ Հնարավորություն տանք նաեւ մեր մյուս փորձագետներին հարցեր ուղղել։ Խնդրեմ Սիլվա Այգազյան։ Իմ հարցը նորից վերաբերվում է Կապան քաղաքի ջրամատակարարման խնդիրներին, մասնավորապես ջրի որակին։ Դուք նշեցիք, որ անցյալ տարի ընդհանրապես դեպքեր են եղել այնտեղ, անցյալ տարի պետական հիգիենիկ համաճարակային տեսչության հետազոտությունների համաձայն ճանաչվել է ջուրը այնտեղ խմելու համար ոչ պիտանի, իրենց տվյալներով մեծ քանակությամբ հող ու ավազ է հայտնաբերվել, որոնք գարնանային վարարումների հետևանք էին։ Այժմ հասարակությունը այնտեղ անհանգստացած է, քանի որ դեմը նորից գարուն է։ Կապանի օրհուս կենտրոնում խնդրի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել, դիմել են համապատասխան մարմիններին, սակայն մինչ օրս ոչ մի պատասխան չի ստացվել եւ նորից իրենք անհանգստացած են, որ նույն խնդրի առջեւ նորից չեն կանգնի այս տարի։ Կապան քաղաքը ներքին ցանցը եւ արտաքին ցանցերը ինչպես մյուս բնակարան բավականին վատ վիճակում են գտնվում, էլի մոտ 30 տարի առաջ կառուցված դրանք ցանցեր են եւ մենք այս տարի արդեն դա ընդգրկվել է Ասիական զարգացման բանկի ներդրումային ծրագրում, եթե չեմ սխալվում 2 միլիոն դոլարի չափով ներդրում պետք է իրականացվի եւ այս տարի այդ խնդիրները որպես այդպեսին կվերանան ամբողջական։ Համապատասխան մարմինները չեն պատասխանում հանրությանը, դրա համար մարդիկ անհանգստացած են։ Եթե դիմում են գրում, ինչու չեն պատասխանում։ Լավ, եթե խոսքը գնում է իրենց օպերատիվ չարձագանքելու կամ ընդհանրապես չարձագանքելու, մենք այդ տեղամասին կզգուշացնենք, որ այդպիսի գործելավոճ հետագայում չշարունակեն, արդեն շինարար ընտրված է եւ առաջիկա ժամանակում աշխատանքները կսկսի ամբողջ համակարգում։ Լիլիթ Բաղդասարյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Ես կցանկանայի հարցնել ձեզ, արդյոք իրականացվելու է որևէ ծրագիր ջրահեռացման վերաբերյալ, որովհետև այցելությունների ժամանակ առաջին հարցը, որ տալիս են գյուղի բնակիչները, դա ջրահեռացման, արդյոք կառուցվել է ջրահեռացման համակարգեր, թե ոչ։ Երբ որ ռեֆորմները սկսեց, հիմնական ուշադրությունը հաշվի առնելով միջոցների սղությանը ուղղվեց հիմնականում ջրամատակարարման համակարգի, որովհետև սպառողին առաջի հերթին պետք է ջուրը։ Եթե ջուրը դուր չի ինքը ծորակից ջուրը չի գալի, սպառողը պատրաստական չի է լինի նույնիսկ ջրահեռացման կամ մակրոն համար վճարի, դա ակնհայտ է։ Մենք մոտ 4-5 տարի հիմնականում ներդրումները գնում է ջրահեռացման ջրամատակարարանակը։ 2006 թվականից արդեն մեր քաղաքականության մեջ հաշվի առնելով որոշակի առումով բարելավվել էր որոշակի առումով ջրամատակարարման վիճակը, ամենայն դեպս ջրամատակարար ընկերությունների սպասարկման տարածքում արդեն խնդիր դրվեց որ միջոցներ ուղղել նաև ջրահեռացման եւ մաքրման համակարգին։ Հաշվի առնելով, որ Հայաստանը լեռնային երկիր է եւ որոշակի գյուղեր, որոնք պատկերացնում եք ինչ տեղ է, եւ այդտեղով խողովակներով, կոլեկտորներով տեղափոխել այդ շատ թանկ հաճույք է լինում։ Մենք կիրառելու ենք 3 մոդել՝ կենտրոնացված, որը արդեն սկսել ենք այդ գործողությունները, եւ լոկալ համակարգեր։ Լոկալները ճշտում ենք, միջազգային փորձի անենք, որ մեր գյուղական բնակավայրերում եւ ասենք փոքր եւ միջին քաղաքներում եւս հնարավորության դեպքում այդ համակարգերը անենք։ Պարոն Խաչատրյան, վերջին հարցը, Գալուստի հարցը մնաց բաց։ 2011-ին ջուրը թանկանալու է թե ոչ։ Ուրեմն, եթե թանկացումը 5 ընկերություններ կան։ Եթե ուրեմն Երևանի մասին նախագահը վերջերս հայտարարեց, եթե չէ, ուզում եմ ճշտել, որ ընկերության մասով է։ Երևանի հայ ջերմուղ կոյուղի։ Ուրեմն հայ ջերմուղ կոյուղում սակագինը չի բարձրանա։ Երևանի համար Վիոլան մինչև փետրվարի 28-ը հիմա պատրաստում է հաշվարկները, պետք է այդ հաշվարկները ներկայացնի մինչև փետրվարի 28-ը։ Ներկա պայդրությամբ ինքը հաշվարկները չի ներկայացրել։ Ամփոփելով այսօրվա հանդիպումը արձանագրենք, որ թանկացումներ սպասվում են։ Նաև արձանագրենք, որ կորուստների, կեղտաջրերի համար պետք է անպայման բնակիչները տեղյակ պահեն համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանան նաև փոխհատուցում ստանալ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր հյուրերին եւ հեռուստադիտողին շնորհակալություն նույնպես, որ մնացիք մեզ հետ։ Հաջողություն, կհանդիպենք հաջորդ բրիֆինգին։